Եվ այսպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դիմել է կոնգրեսին Իրանի նկատմամբ հարվածները վերսկսելու համար եւ առհասարակ մենք վերջին օրերին տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի հակամարտությունը նորից էսկալացիայի փուլում է գտնվում։ Միացյալ Նահանգները հարվածում են Իրանի Իսլամական Հանրապետության քրիտիկական ենթակառուցվածքներին եւ Իրանը բնականաբար պատասխանում է հարվածելով Պարսից ծոցի երկրներում տեղակայված Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին։ Այսօր այլ հարցեր շուրջ այսօր զրուցել եմ Դիվանագետների համայնքական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Ողջույն, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Շնորհակալ հրավերի համար։ Տեսեք, պարզ էր, որ կոնֆլիկտը չնայած նրան, որ բոլորը խոսում էին, որ ռազմական գործողությունների փուլը ավարտված է, նաև երկամսյա մեմորանդում ստորագրվեց, որպեսզի հետագայում կողմերի դիրքորոշումները ել ավելի մոտեցվեն, բայց ակներով էր, որ չի լուծվելու հակամարտությունը, որովհետև Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց ռազմավարական նպատակներին, հա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է լինել խաղացող տարածաշրջանում եւ ըստ ձեզ հիմա ինչ ռիսկեր է պարունակում այս նոր էսկալացիան եւ առհասարակ դուք տարիներ շարունակ Հայաստանում ներկայացրել եք դիվանագիտական կորպուսում, Արևելքում, Պարսից ծոցի երկրներում եւ շատ ավելի լավ ծանոթ եք այդ տարածաշրջանին։ Պայթյունը այդ տարածաշրջանում ինչով է հղի։ Տեսեք, նախ եւ առաջ բավականին սուր փուլ մտավ այս կոնֆլիկտը, ասել, որ սա անսպասելի էր եւ այսպես անակնկալ էր, այդպես չի իհարկե, եւ այնպես էլ չէր, որ հիմնականում վերլուծաբանները դրա մասին խոսել են, բարձրաձայնել են, որ իրականության մեջ այդ մեմորանդումը որքան էլ ինքը թվար, որ կարծես թե այսպես ռազմական դեէսկալացիայի ճանապարհ է բռնել եւ ուղղակի խաղաղ ճանապարհով պիտի փորձեն գոնե փուլային տարբերակներով հասնել վերջնական այսպես ստորագրմանը խաղաղության, ակնհայտ էր, որ բացի նրանից, որ չեն հասել ռազմավարական նպատակներին, ձեր նշած երկրների նկատի ունեմ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Այստեղ ավելի շատ Իսրայելի գործոնն եմ ես տեսնում, որպես խանգարիչ հանգամանք, չթույլատրող հանգամանք, որպեսզի այս կոնֆլիկտը իր հարթ ճանապարհը բռնի կամ հարթեցման ճանապարհը բռնի, որքան կշարունակվի սրացումը շատ դժվար է կանխատեսել, բայց այնուամենայնիվ առաջին հերթին այո, շատ ճիշտ նկատեցիք տարածաշրջանի երկրները, մասնավորի ծոցի երկրները, ես նկատի ունեմ Բահրեյնը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը առաջին այսպես հարվածն են կրում իրենց վրա տնտեսական առումով եւ նաեւ որքան էլ որ ցանկալի չլիներ, որ իրենց տարածքները օգտագործվեին, այնուամենայնիվ դրանք կան նկատի առնելով հենց ամերիկյան բազաների արկայությունը եւ այդ թիրախային ասիմետրիկ պատասխանը, որ ստացվում է Թեհրանից։ Այո, Իսրայելին անշուշտ ձեռք է տալիս, որ ծոցի երկրները որոշակի այսպես թուլացման էտապ մտնեն, ընդհանրապես Իսրայելին մերձավոր արևելքում արաբական երկրների թուլացումը միանշանակ ձեռնտու է, դրա հաշվին ինքը որոշակի դիվիդենդներ անշուշտ հավաքում է, բայց այստեղ խնդիրը նաև Նեթանյահուի ապագայի հարցն է, որովհետև կա շատ սուր եւ խորը քննադատություն ընդդիմադիր դաշտի կողմից, նույն խնդիրը ունի նաև Թրամփը, որովհետև այս առաջիկայում սպասվելիք աշնանը միջանկյալ այդ ընտրությունները լավ տեղ չի տանելու այն իմաստով, որ շատ դժվար կլինի դրական որոշակի միտումները իր ռեյտինգի պահպանելու։ Հետևաբար սա նաև մղելու է մաքսիմալ արագ փորձել, ես չի ասի բլիցկրիգի միջոցով, բայց արագ փորձել որոշակի ինչ-որ համաձայնեցումների
եզրեր գտնել, որպեսզի հետագայում ավելի Արդյունք հնարավոր լինի, հա, ունենալ որոշակի արդյունք եւ գոնե այդ արդյունքներով մտնել ընտրությունների փուլ։ Ծանր է լինելու իրենց համար, երկուսի համար, որովհետեւ Նեթանյահուին էլ սպասվում են նույնպես ընտրություններ, այնպես որ այս իմաստով շատ անկանխատեսելի է, թե ուր կտանեն։ Երկու հակասություն կա, հա, մեկը շատ ճիշտ նկատեցիք, ռազմավարական այն նպատակները, որ ունեին, կարծես թե կամ կիսատ են մնացել, կամ ուղղակի չի ստացվում որևէ կերպ հասնել դրան, բայց մյուս կողմից էլ այդ նույն բացասական էլեմենտը կա, որ սա ուղղակիորեն ազդում է իրենց հենց իշխանության վարկանիշի վրա։ Հիմա ինչքան հնարավոր կլինի այս երկուսը համատեղել եւ մեծ արագության մեջ որոշակի հաջողություններ գրանցել, կարծում եմ ժամանակը ցույց կտա։